Հարգելի իմ դիտորդ, ես ստացա սեպտեմբեր ամսվա հորար քարտեզը կենթանակերպի 12 նշանների համար։ Այսօր կխոսեմ այս պահին ընդհանուր էներգիայի մասին, իսկ հետո առանձին կանրադառնամ կենթանակերպի յուրաքանչյուր նշանին։ Ուրեմն 2026 թվականի սեպտեմբերը կլինի կարգավորումների, վերլուծումների և ամենօրյա սովորույթները բարելավելու ժամանակաշրջան։ Սեպտեմբերի առաջին 3 շաբաթները կանցնեն կույսի նշանի ազդեցության տակ, ինչը բոլոր կենթանակերպի նշաններին կստիպի կենտրոնանալ աշխատանքի որակի, առողջության և համակարգված գործելու վրա։ Ամսվա երկրորդ կեսին, սեպտեմբերի 22-ից հետո, Արեգակը կտեղափոխվի կշեռքի, առաջնահերթություն դարձնելով հարաբերություններն ու ներդաշնակությունը։ Ստորև ներկայացնեմ ուրեմն կենթանակերպի 12 նշանների համար ընդհանուր էներգետիկան։ Կրակե նշաններ։ Հարգելի խոյեր, ամիսը պահանջում է ուշադրություն դարձնել առողջությանը, ամենօրյա գրաֆիկին, խուսափել գերհոգնածությունից և սովորեք գործերը պատվիրակել ուրիշներին։ Հարգելի այրուցներ, ֆինանսական հարցերն ու անձնական արժեքները կհայտնվեն ուշադրության կենտրոնում։ Լավ ժամանակ է բյուջեն վերանայելու և նոր եկամուտներ պլանավորելու համար։ Աղեղնավորներ, կարիերայի և հանրային կյանքի մեջ սպասվում են առաջխաղացումներ։ Ձեր ջանքերը վերջապես կնկատվեն ղեկավարության կողմից։ Հողային նշաններ։ Հարգելի ցուլեր, ստեղծագործական էներգիայի և սիրո ամիս է։ Սեպտեմբերի 10-ից հետո ռոմանտիկ հարաբերություններում սպասվում է հաճելի հանդիպումներ կամ նոր զարգացումներ։ Կույսեր, սա ձեր անձնական նոր տարվա սկիզբն է։ Դուք կունենաք էներգիայի մեծ ներհոսք, ինչը թույլ կտա կարգավորել կյանքի բոլոր ոլորտները, հասնել ինքնադրսևորման։ Այդ եղջյուրներ, հիանալի ժամանակ է ուսման, ճանապարհորդությունների և աշխարհայացի ընդլայնման համար։ Ձեր մասնագիտական հմտությունները բարձրացնելու մեծ հնարավորություն կստանաք։ Հարգելի օդային նշաններ, երկվորյակներ, ուշադրությունը կենտրոնացած կլինի տան, ընտանիքի և անձնական տարածքների հարմարավետության վրա։ Հնարավոր են բնակարանային հարցերի հաջողակ լուծումներ։ Կշեռք, մինչև սեպտեմբերի 10-ը Վեներան ձեր նշանում է, բերելով գրավչություն, առատություն և նոր հնարավորություն։ Ամսվա վերջին տեղի կունենա անձնական վերափոխումներ։ Ջրհոս, խորը վերլուծություններ և գործընկերային հարաբերություններում ֆինանսական հարցեր, հստակեցում և զարգացրեք ձեր հարաբերությունները։ Ջրային նշաններ, խեցգետին, շփումների կարճ, ճանապարհորդությունների և նոր տեղեկատվություն ստանալու ակտիվ ամիս է։ Խուսափեք մտքերի գերբեռնվածություններից։ Կարիճ, սեպտեմբերի 10-ից Վեներան մտնում է ձեր նշան, թեժացնելով զգացմունքներն ու անձնական կյանքը։ Հնարավոր է նաև նոր ընկերական կապերի հաստատումներ։ Ձկներ, կենտրոնացում կլինի բացառապես անձնական և գործնական հարաբերությունների վրա։ Սա համագործակցությունների պայմանագրեր կնքելու ժամանակ է։ Այսքանը ողջ ամսվա էներգիան ձեր համար, իսկ հիմա առանձին անդրադառնամ կենթանակերպի 12 նշաններին։ Հարգելի խոյեր, սկսենք ձեզանից։ Ձեր աշխատանքը կլինի ծանրաբեռնվածության ավելացման տակ։ Հնարավոր է կենտրոնանալ մանրուքների վրա, որոնք նախկինում դուք չէիք նկատում։ Ֆինանս ստաբիլ վիճակ, սակայն մեծ գնումներից առայժմ հրաժարվեք։ Ուրեմն ամսվա երկրորդ կեսին կշեռքի էներգիան կօգնի հարթել սիրային հարաբերությունների հետ տարաձայնությունները։ Առողջությունը, թույլ կողմերը, մարսողական համակարգ և նյարդեր։ Մի գերհոգնեք։ Անակնկալը, հին գործընկերներից ստացված անսպասելի առաջարկ կարող է լինել։ Զգուշացում, խուսափեք աշխատավայրում գոլեգաների հետ բամբասանքների ու վեճերից։ Խորհուրդ, կազմակերպեք ձեր օրվա գրաֆիկը, սովորեք ժամանակին հանգստանալ։ Հարգելի ցուլեր, աշխատանք, ստեղծագործական վերելք, նոր գաղափարներ, ուրեմն դրանք ձեր համար հեշտությամբ կյանքի կարող եք կոչել, հատկապես եթե զբաղված եք արվեստով կամ բիզնեսով։ Ֆինանսը, ֆինանսական հաջողությունը կգա և կբերի ձեր հոբբիի կողմից,
որը որ կդառնա ձեր սիրելի զբաղմունքը։ Ձեր սիրային հարցերը սեպտեմբերի 10-ից հետո սպասում է ռոմանտիկայի և կրքի շրջան։ Միայնակ ցուլերը կարող են հանդիպել իրենց կեսին։ Ձեր առողջությունը, էներգիայի մակարդակը բարձր է, բայց զգուշացեք սպորտային վնասվածքներից։ Անակնկալը, հաճելի նվերներ կամ անսպասելի սիրո խոստովանություն։ Զգուշացում ֆինանսական ռիսկի մի դիմեք ամսվա առաջին օրերին։ Խորհուրդ, թույլ տվեք ձեզ վայելել կյանքը և ավելի շատ ժամանակ անցկացնել երեխաների կամ սիրելիների հետ։ Երկորեակներ, ձեր աշխատանքը, գործերը կպահանջեն տանից աշխատելու կամ ընտանեկան բիզնեսն ավելի շատ ժամանակ տրամադրելու համար։ Ձեր ֆինանսական վիճակը, ծախսերը կապված կլինեն տան հարմարավետության վերանորոգման կամ կահույքի գնման հետ։ Սեր, հարաբերություններում կայունության շրջան է, լավ ժամանակ է ընտանիք կազմելու և ընտանիքի հետ որոշում կազմելու։ Սիրային հարաբերություններում կներեք առողջություն, հնարավոր են քնի հետ կապված խնդիրներ անհանգստության պատճառով։ Անակնկալը, հեռու ապրող ազգականների անսպասելի այց կամ լուր։ Զգուշացում, տան անդամների հետ հարաբերություններում եղեք համբերատար, խուսափեք կոնֆլիկտներից։ Խորհուրդ, ամրապնդեք ձեր թիկունքը, տունը դարձրեք ձեր հանգստյան վայրը։ Խեցգետի, աշխատանք, ակտիվ շփումների, բանակցությունների և նոր գիտելիքներ ձեռք բերելու ամիս է։ Ֆինանս, լավ եկամուտներ կարճաժամկետ նախագծից կամ առևտրից։ Սեր, թեթև հաճելի շփումներ հնարավոր է, հետաքրքիր ծանոթություն ճանապարհին կամ սոցցանցերով։ Առողջություն, ուշադրություն դարձրեք շնչառական համակարգին և ձեռքերի թեթև ցավերին։ Անակնկալ, անսպասելի կարճատև ճամփորդություն, որը կփոխի ձեր տրամադրությունը։ Զգուշացում, զգույշ եղեք փաստաթղթեր ստորագրելիս և ղեկին նստած ժամանակ։ Խորհուրդ, բաց եղեք նոր տեղեկատվության համար, բայց մի տարածեք չստուգված լուրերը։ Առյուծ, աշխատանք, կենտրոնացում նյութական արդյունքների վրա, ձեր կատարած աշխատանքը կգնահատվի ըստ արժանավորության։ Ֆինանս, ամսվա ամենահաջողակ ոլորտն է, հնարավոր է աշխատավարձի բարձրացում կամ հավելավճար։ Սեր, հարաբերություններում կարևոր կլինի վստահությունն ու նյութական կայունությունը։ Առողջություն, ամրապնդեք իմունիտետը, սնվեք առողջ և որակյալ սնունդով։ Անակնկալ, լրացուցիչ ֆինանսական աղբյուրի հայտնաբերում։ Զգուշացում, խուսափեք էմոցիոնալ գնումներից, որոնք կարող են դատարկել ձեր գրպանը։ Խորհուրդ, վերանայել ձեր ռեսուրսները և ներդրումներ արեք ձեր ինքնազարգացման մեջ։ Կույս, աշխատանք, սա ձեր աստղային ժամն է, դուք ուշադրության կենտրոնում եք, նոր գաղափարները առաջ կմղեն ձեզ կարիերայում։ Ֆինանս, ֆինանսական վիճակը բարելավում է, սակայն ծախսերը նույնպես աճում են անձնական կարիքների համար։ Սեր, դուք անդիմադրել եք, ձեր հմայքը կգրավի բազմաթիվ երկրպագուների։ Առողջություն, էներգիայի առավելագույն մակարդակ, բայց մի մոռացեք լիարժեք քնի մասին։ Անակնկալ, կյանքի կարևոր ոլորտում լիակատար շրջադարձ կամ հաջողություն։ Զգուշացում, մի եղեք չափազանց քննադատող ինքներդ ձեր շրջապատի հանդեպ։ Խորհուրդ, օգտագործեք այս ամիսը նոր նպատակներ դնելու և համարձակ քայլեր անելու համար։ Կշեռք, աշխատանք, մինչև սեպտեմբերի 22-ը ավելի լավ է աշխատել կուլիսների ետևում, պատրաստվել նոր նախագծերի մեկնարկին։ Ֆինանս, հնարավոր է գաղտնի եկամուտներ կամ հին պարտքերի վերադարձ։ Սեր, մինչև ամսվա 10-ը Վեներան ձեր նշանում է, նվիրելով սեր և ներդաշնակություն, հետո զգացմունքները կդառնան ավելի ներամփոփ։ Առողջություն, ժամանակն է մաքրել օրգանիզմը, զբաղվել հոգեբանական առողջությամբ, մեդիտացիայով կամ յոգայով։ Անակնկալ, ձեր կյանք կվերադառնա մի մարդ անցյալից, ում կարոտել եք։ Զգուշացում, զգույշ եղեք գաղտնիքների հետ, դրանք կարող են ջրի երես դուրս գալ։ Խորհուրդ, խնայեք ձեր էներգիան և միշտ տապեք իրադարձությունները մինչև ձեր ծննդյան օրը։ Կարիճ, աշխատանք, հաջողություն թիմային աշխատանքում, համախոհները կօգնեն ձեզ հասնել բարձրունքի։ Ֆինանսական աջակցություն ընկերների կամ հովանավորների կողմից։ Սեպտեմբերի 10-ից հետո դուք դառնում եք ամսվա ամենահմայիչ նշանը, սպասվում է բուռ զգացմունքներ սիրային հարցերում։ Ձեր առողջությունը լավ է, բայց խուսափեք աղմկոտ խնջույքներին չափից ավելի շատ լինելուց։ Զգուշացում, ընկերների հետ ֆինանսական հարցերում հստակ եղեք, որպեսզի կոնֆլիկտ չառաջանա։ Խորհուրդ, ավելի շատ շփվեք, ընդլայնեք ձեր ծանոթությունների շրջանակը։ Աղեղնավոր,
Աշխատանքը կարիերայի թռիչքի ամիս է, հնարավոր է նոր պաշտոն կամ մեծ պատասխանատվություն, որը ձեզ հաջողություն կբերի, ֆինանս, եկամուտների աճ շնորհիվ ձեր մասնագիտական հաջողությունների, սեր, զբաղվածության պատճառով սիրո համար քիչ ժամանակ կմնա, բայց զուգընկերը կաջակցի ձեզ, առողջություն, ուշադրություն դարձրեք ողնաշարին և հոդերին, խուսափեք ծանրություն բարձրացնելուց, անակնկալ, ղեկավարության կողմից հանրային գովասանք կամ հեղինակավոր մրցանակ, զգուշացում, մի գերագնահատեք ձեր ուժերը և մի վերցրեք ավելի շատ գործ, քան կարող եք անել, խորհուրդ, օգտագործեք ձեր ազդեցությունը ճիշտ կապեր հաստատելու համար, այս եղջյուր, աշխատանք հիանալի շրջան է գիտական աշխատանքների, դասավանդման կամ միջազգային կապերի ընդլայնման համար, ֆինանսների հետ կապված այն կլինի կայուն, հաջող կլինեն ներդրումները կրթության համակարգում կամ ճամփորդության մեջ, սեր հնարավոր է սիրավեպ այլազգի կամ այլ քաղաքում ապրող անձնավորության հետ, առողջություն, ընդհանուր վիճակը լավ է, օգտակար կլինի բնության գրկում զբոսանք, անակնկալ, անսպասելի հնարավորություն մեկնելու արտերկիր կամ ստանալու կարևոր սերտիֆիկատ, զգուշացում, խուսափեք իրավական հարցերում թերանալուց, հետևեք օրենքի կանոններին, խորհուրդ, ընդլայնեք ձեր մտահորիզոնը, մի վախեցեք մեծ երազանքներից և նպատակներից, ջրհոս, ճգնաժամային իրավիճակներ կարող են լինել աշխատանքում, բայց դրանք հաղթահարելի են, սա կբերի բարդ նախագծերի ավարտ, ճիշտ ժամանակին հասցնելու հետ կապված, ֆինանս, կարևոր հարցեր կապված կլինեն վարկեր, հարկեր և ժառանգության հետ, հնարավոր է խոշոր գումարի ստացում, սեր, զգացմունքները կլինեն խորը, կրքոտ և տրանսֆորմացիոն, կարևոր է անկեղծությունը, առողջություն, զգույշ եղեք էքստրեմալ սպորտաձևի վնասվածքների հավանականությունը կարող է լինել մեծ, անակնկալ, խոշոր նյութական շահում կամ գործընկերոջ բիզնեսի հաջողություն, զգուշացում, հեռու մնացեք կասկածելի ֆինանսական արկածախնդրությունից, խորհուրդ, ազատվեք այն ամենից, ինչը ձեզ հետ է պահում առաջընթացից, դրանք կարող են լինել հին իրեր կամ սովորություններ, և վերջապես ձկներ, աշխատանք, կենտրոնացում գործընկերության վրա, լավագույն ժամանակն է պայմանագրեր կնքելու և դաշնակիցներ գտնելու համար, ֆինանս, եկամուտները ուղղակիորեն կապված կլինեն ձեր գործընկերների աշխատանքի արդյունավետությունից, սեր, ամսվա ամենառոմանտիկ նշանն եք, կարող եք ստանալ ամուսնության առաջարկ կամ հարաբերությունները բարձրացնել նոր մակարդակի, առողջություն, կարող է զգացվել էներգիայի պակաս, հետևեք ձեր էմոցիոնալ ֆոնին, անակնկալ, անսպասելի է և շատ կարևոր մարդու հայտնվելը ձեր կյանքում, զգուշացում, խուսափեք բացահայտ թշնամիների հետ հակամարտությունների մեջ մտնելուց, խորհուրդ, սովորեք լսել դիմացիներին և գտնել փոխզիջումներ ցանկացած հարցում, այսքանը սեպտեմբեր ամսին կենդանակերպի 12 նշանների և էներգիան և մանրամասը վերլուծությունը ըստ հորար քարտեզի, թող սեպտեմբեր ամիսը լինի ձեր համար դրական ամիսներից մեկը, հարգելիներիս։